Սիրելի հավատացյալ եղբայրներ եւ քույրեր, նորից փառք ենք մատուցում Աստծուն, որ այսօր այս իսկական սրտաշունչ ձմեռային եղանակին բոլորիս ներել է առողջությունը եւ բոլորիս տրվել է կամքը եւ ցանկությունը, որ գանք այստեղ, լինենք այստեղ եւ մեր աղոթքը բարձրացնենք առ Աստված։ Եվ այսօր օրվա ավետարանը շատ հետաքրքիր, արդիական, ժամանակակից, չնայած կարելի է ասել ամեն անգամ եղել է ժամանակակից մի թեմա է մեզ բերում մտածելու, մտորելու, հասկանալու եւ այսօրվա համար, մեր կյանքի համար որոշ դասեր քաղելու համար։ Քրիստոս ավետարանի մեջ ասում է ոչ մեկից չի ոչ մեկ պաշտպանված չի գայթակղությունից, բայց վայ նրան, ում միջոցով կգա այդ գայթակղությունը։ Գայթակղությունը դա այն բանն է, այն զգացողությունն է մարդու, որը որ կարող է ծագել մի վայրկյան կամ մի քանի վայրկյան եւ մարդուն շեղել ճիշտ ճանապարհից։ Գայթակղությունը դա այն մարդու համար տեսանելի կամ զգայալի այն պահն է, երբ որ ինքը մոռանում է շատ կարևոր բաներ եւ սկսում է մտածել ինչ-որ մի կոնկրետ նյութական կամ ինչ-որ մի կոնկրետ այդ պայն հոգեվոր լավ ինքնազգացողության մասին։ Գայթակղությունը դա այն է, երբ որ մեզ առջև դրվում է մի բան, որի համար մենք կարծես թե պատրաստ ենք մոռանալ շատ կարևոր բաներ մեր կյանքում, ինչի համար մենք մինչ այսօր ապրել ենք եւ գործել ենք։ Գիտեք, սկսենք նախ նրանից, թե ինչու է Քրիստոս նշում, որ գայթակղությունից ոչ մեկը չեք կարողանալու խուսափել, որովհետեւ գայթակղությունը դա մեր կողքին, մեր շուրջը քայլում է մշտապես։ Գայթակղությունը դա այն մի մասն է մեղքի, որից որ սկսվում է դա, մեղքի սկիզբը կարելի է դա անվանել։ Եվ գայթակղությունը տարբեր մարդկանց մոտ գալիս է տարբեր ձևերով։ Եթե մարդը ինչ-որ բանի է հասել իր կյանքի ընթացքում, իր հալալ քրտինքով, այսպես ասած, ապա նրա մոտ կարող է գայթակղությունը գալ, ասելով, որ առանց չարչարանքի, առանց որևէ բանի, դու կարող ես եթե այս փոքրիկ բանը անես, կարող ես հասնել շատ ավելի մեծ բարձունքների։ Եվ մարդը սկսում է մտածել, ամբողջ կյանքս չարչարվել եմ, որ ինչ-որ այս պաշտոնի հասնեմ, եւ հիմա ինձ ասում են այս մի փոքրիկ բանը արա, որը որ իր կարծիքով Աստված կարող է ներել կամ կարող է ուղղակի անտեսել եւ հասնեմ ավելի մեծ բարձունքների։ Եվ շատերը գնում են դեպի դա, մոռանալով իրենց ամբողջ կյանքի ընթացքը, իրենց ամբողջ ապրած կյանքը եւ այն ամենը, ինչի համար նրանք ժամանակին պատրաստ են եղել, նույնիսկ իրենց անձը զոհաբերել։ Վախկոտ մարդկանց մոտ գայթակղությունը կարող է գալ մեկ այլ կերպ։ Նրանք կարող է վախեցնել, ասելով, որ ինչ որ ունես, այս բան կկորցնես, եթե այս քայլը չանես։ Եվ նա էլ կարող է մտածել, ամբողջ կյանքս ապրեցի, գործեցի, ստեղծեցի, դա կարող է լինել աշխատանք, դա կարող է լինել ընտանիք, դա կարող է լինել ուղղակի ինչ որ մի ընթացք մարդկային կյանքի մեջ, ինչ որ մի ձեռքբերում, հոգևոր կյանքի մեջ, դա անպայման չի եկեղեցական հոգևոր կյանքը, որ մտածեք, ուղղակի մարդու հոգևոր կյանքի մեջ, եւ մտածում է, թե արդյոք արժի ինչ որ մի այս փոքրիկ բանը չանելու պատճառով զրկվել այդ ամեն ինչից եւ գնում եք այդ քայլին, անում է այդ մեղքը, գործում է այդ մեղքը եւ ընկնում է այդ գայթակղության աղբի մեջ։ Բայց ինչպես բոլորիդ էլ շատ հայտնի է, ինչպես շատ անգամ ավետարանի մեջ էլ մենք տեսնում ենք, ամեն ինչը ինչ որ հավիտենական է, դա գալիս է Աստծուց։
իսկ ամեն ինչը ինչ որ ժամանակավոր է, դա գալիս է այս կյանքի իշխանից, ինչպես որ Աստված է Քրիստոս է ասում, եւ այս կյանքի իշխանը դա սատանան է։ Մենք անում ենք երբեմն ինչ որ բաներ, հետո սկսում ենք ափսոսալ, հետո սկսում ենք զղջալ, հետո սկսում ենք մտածել, թե արդյոք կներվենք, թե չենք ներվի, անում ենք որոշ բաներ, հետո սկսում ենք ինքներս մեզ մեղադրել դրա մեջ ասելով, թե ինչի նրան լսեցինք, կամ ինչի սրան լսեցինք, եւ իրական վերջնական մեր հոգևոր կյանքը կամ կացությունը դառնում է մի անհասկանալի բան։ Մենք չենք հասկանում, թե արդյոք ճիշտ ենք արել, սխալ ենք արել, այս բանին ճիշտ ենք անում, թե սխալ ենք անում։ Մի պարզ օրինակ դες բերեմ, մի փոքրիկ պատմվածքի տեսքով, մի մարդ է լինում երիտասարդ, որը որ իր ամբողջ զգայական կյանքի ընթացքում հավատավոր կերպով է ապրում, հաճախելով եկեղեցի, հավատալով Աստծուն, աղոթելով Աստծուն, պահքերը պահելով եւ այլն եւ այլն։ Եվ մի օր, երբ որ նա ինչ որ մի ճանապարհ է գնում, երբ որ ծառավում է, տեսնում է աղբյուր, խոնարհվում է այդ աղբյուրի մոտ եւ աղբյուրի մեջ, ջրի մեջ տեսնում է իր արտացոլանքը, իր տեսքը։ Եվ իրեն դուր է գալիս, ասում է լավ տեսք ունեմ այս պահին, ասում է ինչ լավ է, եւ տեսքս է լավ, եւ նաեւ մտածում է, ասում է, եւ շատերից էլ ավելի հավատքով եմ, շատերից էլ ավելի քիչ մեղք ունեմ, որովհետեւ միշտ էլ եւ Աստծուն եմ հետեւել, եւ իմ պահքերն եմ պահել, եւ նաեւ կարողացել եմ ինքս ինձ էլ լավ վիճակի մեջ պահել։ Եվ այդ օրվանից սկսված նրա կյանքի մեջ սկսում են փոփոխությունները։ Նա սկսում է աղոթել, շարունակում է աղոթել, ինչպես միշտ աղոթել է իր ամբողջ կյանքի ընթացքում, բայց նրա համար այդ աղոթքը դառնում է սովորություն։ Նա շարունակում է պահքը պահել, բայց նրա համար այդ պահքը պահելը դառնում է հպարտանալու առիթ ուրիշների մոտ, ովքեր որ չեն պահում։ Եվ մի օր էլ, երբ որ նա իր սովորության համաձայն, իր այդ սովորական, այսպես կոչված աղոթքին էր կանգնած, մեկ էլ սկսում է հիշել, իր առջև սկսում են գալ այնպիսի բաներ իր անցյալից, որոնցից ինքը կարծում էր, որ ժամանակին իր աղոթքների միջոցով ինքը կարողացել է խուսափել, կարողացել է մոռանալ այդ բաները։ Գալիս են նորից իր կյանքի այդ ապրած կամ տեսած այդ բաները եւ նա երբ որ զգում է, որ արդեն ինքը իր աղոթքը զորություն չունի այդ ամեն ինչից հեռանալու, սկսում է ավելի աղաղակել եւ ասում է Աստված, ինչու ես ինձի այսօրը գցում։ Ինչու եմ ես այս ամենը նորից վերապրում, չէ որ ես ամբողջ կյանքս աղոթել եմ, որ այս ամենը իմ մտքից չկա։ Եվ այդ ժամանակ լսում է հրեշտակի ձայնը եւ շշուկը իր ականջի կողքին, որը որ ասում է. ով որ փորձում է բարձրանալ մյուսներից վերև, նա կարող է սայթակել եւ ընկնել։ Իսկ ով իրեն պահում է խոնար, նրա ոտքերը ավելի ամուր են այս հողի վրա։ Եվ իրապես նա զգում է, որ ինքը մոռանալով, թե որքանով է ինքը տարբերվում մյուս մարդկանցից, որ ինքը նույն է, ինքը կարծում էր, որ արդեն ինքը բարձրացել է շատերից վերև։ Ինքը կարծում է, թե ինքը հոգևոր այն հասունության մեջ է, որ կարող է միշտ ասել, որ ես քեզանից ավելի հոգևոր եմ կամ ավելի հավատքով եմ։ Եվ ինքը այդ իսկ մտածելակերպով, այդ իսկ իր մտածումներով բարձրացել էր վերև, բարձրացել էր ինքը իրեն վերև, հպարտության մեղքի մեջ էր ընկել։ Եվ այդ իսկ պատճառով բարձրացնելով, բարձրանալով եւ հպարտության մեղքի մեջ ընկնելով ինքը սայթակել է։ Դա շատ պարզ մի բան է յուրաքանչյուրիս կյանքի մեջ այդպիսի բաներ կարող են կատարվել, կարող է նույնիսկ կատարվել են եւ այդ ժամանակի համար եւ այդ պահի համար մենք պետք է մշտապես հիշենք, որ եւ Աստվածաշնչի մեջ եւ մեր կյանքի մեջ միշտ էլ գնահատվել են այն մարդիկ, այն հավատացյալները, ովքեր որ իրենց կյանքը խոնարհաբար ապրել են Աստծո առջև։ Հիշեք ավետարանից այն պահը, երբ որ երկու հոգի, մեկը մաքսավոր, իսկ մյուսը փարիսեցի,
այսինքն մեկը պաշտոնյա, իսկ մյուսը ավելի շատ ցածր պաշտոնի ներկայացուցիչ, աղոթում էին, երկուսն էլ միասին աղոթում էին մի տաճարում։ Մեկը ասում էր. Տեր Աստված, շնորհակալություն քեզանից, որ ես սրանից ավելի բարձր եմ։ Իսկ մյուսը ուղղակի ասում էր. Տեր Աստված, ներիր ինձ մեղավորից։ Եվ Քրիստոսի խոսքերն եմ ուզում մեջ բերել։ Եվ նա ասում է, որ Աստծո առջև այս երկրորդը շատ ավելի բարձր է։ Հետևաբար, սիրելի հավատացյալներ, այսօր էլ մեր կյանքը ողողված է, շաղախված է գայթակղություններով։ Ամեն քայլափոխին, ամեն օր, լինի դա մեր առօրյա կյանքում, լինի դա մեր ընտանեկան կյանքում, լինի դա մեր աշխատավայրում, լինի դա մեր եկեղեցիներում, գայթակղությունը միշտ էլ կարող է մեր կողքին կանգնած լինել։ Եվ միակ մեր վահանը, ինչով որ մենք կարող ենք պաշտպանվել դրանից, դա պետք է հիշենք Աստծո խոսքերը։ Ասում է. մի վախեցեք ոչ մի բանից, մի վախեցեք մեղքից, որովհետև ես հաղթեցի աշխարհին։ Մենք եթե վստահ լինենք հավատքով եւ հավատանք, որ Քրիստոս, մեր Աստված, մեզ հետ է, ապա գայթակղությունը չի կարողանա մեզ շեղել մեր ճանապարհից, մեր դեպի Աստված գնացող ճանապարհից։ Եվ եթե նույնիսկ ինչ որ պահին մենք ընկնենք այդ գայթակղության մեջ, ապա հավատացեք, որ այդ գայթակղությունը մեզ տրվում է նրա համար, որպեսզի մենք հասկանանք խոնարհության զգացմունքի կարևորությունը մեր կյանքում։ Կարող ենք մենք ամեն օր եկեղեցի գալ, աղոթել, կարող ենք մենք մշտապես ինչ-որ մատաղներ անել եկեղեցու բակում բաներ կազմակերպել, օգնել մեր հավատացյալ այն եղբայրներին և քույրերին, ովքեր որ այդ օգնության կարիքը ունեն, բայց հետո էլ կանգնել և վերևից նայել մյուսներին, ովքեր որ դա չեն արել կամ էլ չեն կարողացել անել։ Դա արդեն իսկ մեր առաջին մեծ և ողբերգական քայլն է դեպի գայթակղություն։ Եթե անում ենք քրիստոնեական գործ, ապա պետք է դա անենք մեզ հավասարի պես։ Եթե ես մի քանի շաբաթ առաջ էր, երբ որ մենք խոսում ենք լավ գործերի մասին, ես ձեզ բերեցի, ես ձեզ բացատրեցի, երբ որ մենք ինչ-որ մեկին անում ենք լավություն, տեսնելով որ նա չի կարող, եւ մենք ենք նրան օգնում ինչ-որ մի բանով, մենք պետք է նրան օգնենք նայելով նրա դեմքին եւ նայելով նրա ամբողջ էությանը, ինչպես մեզ հավասարի, որովհետեւ ոչ մեկը չգիտի, թե այսօր մենք որ կամ արդյոք վաղը այդպիսին կլինենք, թե չէ։ Ամեն ինչ Աստծո ձեռքում է։ Էլի մի քանի շաբաթ առաջ էր, որ այդ առակն է, Քրիստոսի առակն էր, չէ՞ որ մեկը հավաքեց իր բերքերը, հարստությունը, դիզեց, դասավորեց իր պահեստների մեջ եւ հետո էլ ասեց. «Օ, ամեն ինչ լավ է, ես ունեմ ամեն ինչ հավաքել եմ, ապահովված եմ իմ ամբողջ կյանքով, հիմա կարող եմ ուտել, խմել եւ թեփ անել»։ Եվ Աստծո հրեշտակը եկավ, ասեց. «Անմիտ, հենց այս գիշեր քո հոգին վերցնելու եմ, այսինքն մահանալու ես այս գիշեր»։ Մենք չգիտենք, մեր այս երկրում ունեցածը, այս աշխարհում ունեցածը, դա մենակ նյութականը չէ, դա մեր հարգանքն է, դա մեր պատիվն է, դա մեր հարաբերություններն են, որ այսօր մենք ունենք, դա մեր սոցիալական աստիճանն է, ստատուս կոչվածը, դա կարող է ինչ-որ մի պահ լինել, ինչ-որ մի վայրկյան լինել եւ այդ ամեն ինչը մենք կարող ենք կորցնել։ Եվ այդ ամեն ինչը մենք չենք կորցնի, որ ինչ-որ մեկը եկավ եւ մեզանից խլեց։ Դա մենք ամեն ինչ կորցնենք, որովհետեւ մենք կանենք սխալ քայլ։ Եվ այդ սխալ քայլը անելուց հետո է, որ մենք ամեն ինչ կորցնենք։ Մի մարդ, որը որ նորից պատմություն է, որը որ իր ամբողջ կյանքը ապրել էր հավատքով, իր ամբողջ կյանքը ապրել էր աղոթքով, իր ամբողջ կյանքը ապրել էր պահեցողությամբ եւ ամբողջ քաղաքը նրան ճանաչում էր, որ շատ
հավատացյալ մարդը։ Մի օր քաղաքում քայլելուց նա տեսնում է ինչ-որ փայլուն քար գետնին գցած եւ սկսում է նայել կողքերը։ Տեսնում է մարդ չկա եւ այդ ժամանակ սկսում է մտածել։ Ասում է, եթե ես այս քարը վերցնեմ, կարող է ոչ ոք չտեսնի այս ամեն ինչը, բայց ես կարող է դա ոսկի եւ ես դրանից օգտվեմ, կամ թանկարժեք մի բան է եւ դա ինձ օգուտ բերի։ Այսինքն նա կանգնած էր մի քայլի առջև, որ մարդիկ չէին տեսնել, բայց ինքը վերցնելու էր ուրիշինը, ինքը վերցնելու էր ուրիշի կորցրածը։ Մարդիկ դա չէին տեսնել, ոչ ոք չէր կարողանալ ասել, որ այս մարդը այլևս հավատացյալ չի, որովհետեւ ինքը գտավ ուրիշինը եւ իրենը դարձրեց այդ ուրիշին։ Նա ուղղակի կանգնած էր այդ պահին իր հոգու եւ իր Աստծո առջև, մտածելով թե եթե ես սա վերցնեմ, մարդիկ չեն տեսնի, բայց ես սրանից օգուտ կունենամ։ Այդ ժամանակ նա նայում է վերև եւ խոնարհվում է, որպեսզի վերցնի այդ փայլուն քարը կամ երկաթը, չգիտեմ ինչ էր։ Եվ հենց այդ պահին արևը սկսում է ավելի շողալ եւ երբ որ արևի շողքերը ընկնում են դրա վրա, այդ փայլունի վրա, նա տեսնում է, որ դա ընդամենը մեկ շուշայի, մեկ ապակու ինչ որ մի կտոր է, որը որ տակից էլ դատարկ է։ Եվ այդ ժամանակ նա սթափվում է եւ հասկանում է, որ գայթակղության մեջ ընկնելու համար անպայման չի, որ ինչ որ մեկը գա եւ քեզ գցի դրա մեջ։ Գայթակղությունը դա միշտ քո մոտ ֆորֆորում է եւ դու պետք է միշտ պատրաստ լինես դրան դիմակայել։ Ոչ ոք չի գա, ոչ ձեր հոգեվորականը, ոչ ձեր եղբայրը, ոչ ձեր ընկերը չի բռնի ձեր ձեռքից եւ չի ասի. մի պահ կանգնիր, սխալ ես անում կամ գայթակղության մեջ ես ընկնում։ Ոչ ոք չի գա, չի ասի։ Դուք պետք է ինքներդ հասկանաք այս պահին ինչ որ անում եք, պետք է թե չէ։ Եվ ի վերջո խոսքս կներեք երկարեց, ինչպես ամեն կիրակի մենք փորձում ենք օրվա խորհրդից մի հարց վերցնել եւ այդ հարցը դարձնել մեր այդ օրվա հարցը, որպեսզի այսինքն մենք երբ որ դուրս գանք եկեղեցուց գնանք մեր տները, մեր սովորական մեր վայրերը, մեզ ամեն մեկս մեր այդ օրվա խորհրդի հետ կապված հարց տա։ Եվ այսօրվա օրվա խորհրդի հարցը հետևյալն է. երբ որ մի բան անում ենք, մեկի համար, մեր համար, շրջապատի համար, երկրի համար, եկեղեցու համար, հայրենիքի համար, ազգի համար, եկեք ամեն մեկս մի 2-3 վայրկյան կանգ առնենք անելուց առաջ եւ ինքներս մեզ հարց տանք. արդյոք արժի այս բանը անել, թե ոչ։ Արդյոք Աստված սրան լավ կնայի, թե Աստված ուղղակի չի ուզենա նայել մեր կողմ։ Եկեք այս հարցը այսօր մենք մեր մտքի մեջ ունենանք այսօրվա օրվա խորհրդի հետ կապված եւ փորձենք մեր քայլերը, մեր արարքները առօրյայի, մեր արարքները ընդհանուր մեր կյանքի կապել դրա հետ։ Ամեն մի քայլ անելուց առաջ, ամեն մի բան գործ անելուց առաջ, ամեն մի արարք անելուց առաջ, ուղղակի ինքներս մեզ հարցնենք. արդյոք արժի սա անել, թե չէ։ Արդյոք սրանից հետո մենք ինքներս մեզ նույնպես ենք նայելու, ինչպես այն երիտասարդը ջրի մեջ երբ որ նայեց եւ տեսավ ինչպիսի գեղեցիկ տեսք ինքը ունի։ Թե ուղղակի դրանից հետո նայելու ենք այդ նույն ջրի մեջ, այդ հայլիի մեջ եւ ինքներս մեզանից զզվելու ենք։ Թող Աստված ուժ եւ կարողություն տա մեզ յուրաքանչյուրիս գիտակցաբար մոտենալու այդ հարցին եւ գիտակցաբար գտնելու այդ հարցի պատասխանը մեր մեջ։ Օրհնյալ եղերուկ իշնորհած Սրբո օգուտ, երթայքի խաղաղություն եւ Տերն մեր Հիսուս Քրիստոս եղեցին ձեզ ընդ ամենեսյանս ամեն։